Ակտիվիստ Արշակ Մակիչյանը թուրք ընկերներ ունի, պատմում է, որ արել են ԴՆԹ թեստ ու շոկի ենթարկվել։ Այո, ես ընկերներ ունեմ, ովքեր կարելի ասել թաքնված հայեր են, ովքեր անցել են այս թեստը, եւ նրանք պարզել են, որ իրենք հայ են, քանի որ իրենց տատիկ պապիկները պատմել են, որ ընտանիքում հայեր լինելու մասին պատմություններ են լսել։ Թուրքիայում սա ավելին է, քան ուղղակի ԴՆԹ թեստը, վերլուծաբան Հասան Օքթայի կարծիքով, այս թեստերի արդյունքները Օվկիանոսում ընդամենը 1 կաթիլ են։ Թուրքիան 85-ից 90 միլիոն։ Այն, որ 2000 մարդ նման հակում ունի, չի նշանակում, որ ընդհանուր առմամբ նման անհանգստության կամ հոռետեսության մեջ են ընկել։ 90%-ով մենք թուրք ենք եւ Թուրքիայի Հանրապետությունում ապրող այս դրոշը, այս անձնագիրը կրող յուրաքանչյուրին մենք թուրք ենք անվանում։ Այսինքն ենթադրենք 3 սերունդ առաջ մեր ընտանիքում հայկական կամ հունական ԴՆԹ է հայտնաբերվել։ Մենք դա խնդիր չենք համարում։ Երևանում մի քանի լաբորատորիաներ կան, որ նման ծառայություն են մատուցում։ Ճշտել ենք արժեքները, պատասխանների ժամկետները։ Լաբորատորիա համար 1, արժեքը 170,000 դրամ, ժամկետը 7-ից 10 աշխատանքային օր։ Լաբորատորիա համար 2, արժեքը 110,000 դրամ, ժամկետը 60 աշխատանքային օր։ Լաբորատորիա համար 3, արժեքը 74,700 դրամ, արժեքը 35 աշխատանքային օր։ Հայրական եւ մայրական կողմ 137,000 դրամ, 35 աշխատանքային օր։ Լաբորատորիաներում մեզ նաև ասացին, որ վերջին շրջանում պահանջարկը մեծացել է։ Պատճառը հենց տիկտոկյան ու ինստագրամյան թրենդներն են։